Բոլորը բողոքում են ճակատագրից, ծանր վիճակից, քննադատում են աշուձախ, ճիշտ են անում, դրա իրավունքն ունեն, բայց ինչպես կարող է կապիկին իր ճակատագիրը հանձնած մարդը լավ ապրել։ Դուք բոլորը լավ տեսնում եք, չէ՞ որ մեր երկիրը կառավարում են, մեր ճակատագիրը կառավարում են կապիկները։ Կապիկներից իշխանությունը ժողովրդին փոխանցելու ծրագիրներ ես ներկայացրել եմ։ Ինչ եք արել։ Ընդառաջել եք, հասկացել եք ինչի մասին է խոսքը, ոնը ընդունել եք, որ իսկապես ամենակարևոր բանն այն է, որ մեր ճակատագիրը չտնօրինեն են կապիկները։ Ինչու եմ կապիկ կոչում, որովհետև այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրության հետ կապված, դա իսկապես կապիկություն է։ Հիմա էլ նոր սահմանադրության մասին խոսեց, չէ՞, իբր բարեփոխումները, ինչպես ասում են, օրով մորով էր արել, հիմա էլ հասավ նոր սահմանադրությանը։ Կարծում եք ինքը չգիտի, ավելի ճիշտ միայն ինքը գիտե եւ հստակ գիտե, որ իր առաջարկը հանրային քննության, հանրային քննարկման ներկայացնելու դեպքում ինչ առաջարկ էր որ դնի, ինքը մերժվելու է։ Մանավանդ Գյումրին ցույց տվեց, որ լավագույն դեպքում ինքը պիտի ստանա լավագույն դեպքում 25%։ Կաշառելով, խաբելով, մոլորեցնելով, վախեցնելով, դա է իր սահմանը։ Իսկ սահմանադրությունը, սահմանադրական բարեփոխումները եւ սահմանադրությունը գործող օրենքով, գործող սահմանադրությամբ պիտի ընդունվեն 51%-ով առնվազն։ Հիմա պարզ չի, որ ինքը այդ սահմանադրական բարեփոխումների, նախ սահմանադրական բարեփոխումների, հիմա էլ նոր սահմանադրության ճակերտավոր գործողությունները հատուկ նպատակով է կատարում։ Մենք իհարկե տրամաբանական չէ, տեղին չէ, որ մենք քննարկենք, թե կապիկը ինչն ինչու արեց։ Բայց պարզ է, որ դա կապիկություն է, որովհետև եթե ինքը դնում է եւ շատ լավ գիտի, որ դրեց նոր նախագիծը չի ընդունվելու, մերժելու ենք միասնական ուժերով, ասել է դե լավ, որ սա մերժում եք, կապրենք հնով։ Իսկ հինը այսօր գործող ում է ձեռնտու, միայն նրանց, ովքեր որ ունեն հետին նկատառումներ։ Որոշ մարդիկ միամտաբար ասում են, դե ինչ, Գերմանիան էլ խորհրդարանական է։ Այսինքն խորհրդարանական համակարգը այնքան էլ լավը չի եւ հաշվարկներ են կատարում։ Բայց խորհրդարանական համակարգը Գերմանիային պարտադրվել էր ոչ ցեղասպանություն իրականացրած պետությունների կողմից։ Եվ երկրորդ, որևէ խնդիր հաշվելիս մի բան պիտի ճշտենք, որտեղ են մարդու իրավունքները առավել արդյունավետությամբ, մարդու առավելագույն մասնակցությամբ իրականացված համակարգերը, որ համակարգերում են դրան։ Հիմա գալով մեր այս կապիկությանը միայն մի բան շեշտեմ։ Այն մարդը, որը տեսնում է իր դիմացինի կապիկությունը եւ թույլ է տալիս, որ այդ կապիկը իր ճակատագիրը տնօրինի, լավ չի ապրելու։ Ու վերջապես հասկացեք, ես եմ ձեր անկախության պայքարի առաջնորդը։ Նախանձեք, պայթեք խանդից, ես եմ եղել։ Ձեզ անկախության հասարած մարդն ասում է, այ տկարամիտներ, համախմբվենք շատ արագ, սահմանադրական բարեփոխումները վերցնենք մեր ձեռքը, ժողովրդին իրապես դարձնենք իշխանության տերը, իսկ դրա համար ընդամենը 3 ամիս է պետք նպատակասլաց աշխատելու դեպքում։ Եվ հետո ամեն մեկը տեսնենք ինչքանով կարող ենք օգտակար լինել։ Թե չէ կապիկի հույսին 7 տարի է, կապիկի հույսին է, քիչ առաջ մի հատվածով անցա, ընդամենը 100 մետր ճանապարհ պիտի կառուցվի, 7 տարվա մեջ սրանք չկարողացան կառուցել։ Իբր դատարանով չեն կարողանում որոշել ընդունել։ Օրեկան տասնյակ հազարավոր ավտոմեքենաներ այդ ճանապարհը անցնելով հյուսիս-հարավ ճանապարհի հարավ-արևմտյան թաղամասի հատվածն է։ Հսկայական վնասներ են կրում։ Իսկն մի 100 մետր ճանապարհ չպատրաստած մարդը մեր կյանքը պիտի տնօրիներ, 7 տարվա ընթացքում մետրոյի մի կայարան չկարողացան կառուցել։ Ամեն տեսակետից ապիկար ուստոր են ու կապիկներ, որտեղ կապիկի նման տեսեք հիմա ինչքան հաճախակի է դարձել պարլամենտական երիտում կապիկությունները։
Կապիկներն են, խոսքը մոռացած, ոտքով, ձեռքով, գլխով, պոչով շարժումներ անում։ Հիմա դուք կապիկի հույսին եք թողել մեր երկիրը, ձեր երեխաների ապագան, ունենալով ոչ միայն իրեն արդարացրած ձեզ ամենակարևոր հարցում օգտակար եղած մարդուն, այլ նաև նախագիծ, կարգին սահմանադրություն, քաղաքացիների ճակատագիրը քաղաքացիներից անմիջական կախվածության մեջ դնող նախագիծ։ Եվ ինչպես եք ձեզ պահում։ Այնպես որ առողջ բանականություն եմ աղթում, ինձնից կախվածն արել եմ ու կանեմ, բայց ձեզ վերաբերող հարցերը առանց ձեր մասնակցության չեմ կարող իրականություն դարձնել։